Գերեկամյա Տիգրան Օգանեսովի անհետ կորելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ Գերեկամյա Տիգրանի որոնողական աշխատանքները ժամը 12:30-ի դրությամբ շարունակվում են։ Աշխատանքների ներգրաված են ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Գեղարքունիքի մարզային վարչության եւ մարզի համայնքային ոստիկանության 5 բաժիններից 150 եւ փրկարար ծառայությունից 150 ծառայող, նաեւ կինոլոգներ։ Օգտագործվում են անօդաչու թռչող սարքեր եւ տեխնիկական այլ միջոցներ, որոնումներին մասնակցում են նաև Ծափաթաղ գյուղի մերձակա բնակավայրերի բնակիչներ եւ մարզի տարբեր բնակավայրերից շուրջ 200 կամավոր։ Խոյ համայնքի Հայթաղ բնակավայրի մանկապարտեզը վերակառուցվել եւ հագեցվել է նոր գույքով, այս մասին Facebook-ի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է միջուկային փորձարկումների համապարփակարգելման պայմանագրի կազմակերպության գործադիր քարտուղար դոկտոր Ռոբերտ Ֆլյոդին։ Նախագահ Խաչատուրյանը ողջունել է դոկտոր Ֆլյոդի այցը Հայաստան եւ բարձր գնահատել կազմակերպության կարևոր գործունեությունը միտված միջուկային փորձարկումների համաշխարհային արգելքին եւ միջազգային անվտանգության ամրապնդմանը։ Նախագահը հիշեցրել է, որ Հայաստանն առաջիններից էր, որ միացավ կազմակերպությունը ստեղծելու նախաձեռնությանը, իսկ 1996 թվականին դարձյալ առաջիններից մեկը ստորագրեց պայմանագիրը։ Վահագն Խաչատուրյանը նշել է, որ մեր երկիրը մշտապես աջակցել է կազմակերպության նպատակներին ու նախաձեռնություններին եւ վստահություն հայտնել, որ գործակցությունը շարունակվելու է նույնքան արդյունավետ եւ կառուցողական ձևաչափով։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության գործադիր քարտուղարի հետ։ Նախարար Միրզոյանն ընդգծել է Հայաստանի հանձնառությունը պայմանագրի նպատակներին ի նպաստ միջազգային անվտանգության եւ կայունության ամրապնդման։ Արարատ Միրզոյանը եւ Ռոբերտ Ֆլյոդը մտքեր են փոխանակել միջազգային գործընթացների շուրջ, կարևորելով շարունակական ջանքերը կազմակերպության նպատակների համընդհանուր կյանքի կոչման ուղղությամբ։ Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հարավային Կովկասում հաստատված խաղաղությանն ու ներկայիս պայմաններում ընձեռվող հնարավորություններին։ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության քննությամբ պարզվել է, որ ՊՆ զորամասի ավտոտեխնիկայի ծառայության նախկին պետը 2021-ից 22 թվականներին գաղտնի հափշտակել է զորամասի ավտոհավաքակայանից 575,000 դրամ արժողությամբ 16 անվադող։ Անվադողերը հայտնաբերվել եւ արգրավվել են, նրան մեղադրանքի առաջադրվել գողություն կատարելու համար։ Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին դատարան փոխանցելու նպատակով։ Քննչական կոմիտեն հայտնում է, որ ավարտվել է ՆՊ-ին եւ նրա համախոհների կողմից իրականացված խարդախությունների գործի նախաքննությունը, նրանք մշակել էին հափշտակության սխեմաներ, տաքսի եւ բեռնափոխադրումներ իրականացնող վարորդներին խաբեությամբ գումար փոխանցել տալով երրորդ անձանց հաշիվներին, նաեւ քաղաքացիներից մորթված անասուններ հափշտակելով։ Ընդհանուր վնասը կազմել է 10 միլիոն դրամ։ ՆՊ-ին մեղադրանք առաջադրվել խարդախության դրվագով եւ նրա նկատմամբ կիրառվել է կալանք։ Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին դատարան փոխանցելու նպատակով։ Ներքին գործերի նախարարության նախաձեռնությամբ կատարված մի շարք օրենսդրական փոփոխություններով արգելվում է 18 տարին չլրացած անձանց արտաքին տեսքով կամ կառուցվածքով սառը զենքին նմանվող եւ արտադրական, կենցաղային, տնտեսական, ուսումնական, մշակութային կամ դեկորատիվ նշանակություն ունեցող առարկաների, սարքերի կամ գործիքների վաճառքը։ Այդ առարկաների, սարքերի կամ գործիքների վաճառքի մեջ ներգրավվելը նաեւ 16-ից 18 տարեկան անձանց կողմից դրանք կրել է։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից։ Անչափահասների շրջանում հանցավորության մակարդակի նվազեցումը նախարարության առաջնահերթություններից է, նպատակ ունենալով նրանց զերծ պահել արատավոր երևույթներից, կանխել նրանց կողմից կատարվող իրավախախտումներն ու հանցագործությունները, ասված է հաղորդագրության մեջ։ Այս տարվա ամենահզոր փոթորիկը համարվող Մելիսան մոտենում է Ճամայկային, Կարիբյան ծովով շարժվելով հյուսիս-արևելք։ Մելիսա փոթորիկի պատճառով Ճամայկայում զոհվել է 3, Հայիթիում եւ Դոմինիկյան Հանրապետությունում 4 մարդ, մինչեւ 282 կմ/ժ քամուարագությամբ Մելիսան 5-րդ կատեգորիայի առավելագույն ուժգնության փոթորիկ է։ Մասնագետներն այն բնութագրել են որպես հրեշավոր փոթորիկ, փորձագետները զգուշացրել են, որ դրա դանդաղ ընթացքը կարող է նշանակել երկարատև տեղատարապ անձրևներ որոշ տարածքներում, ինչը կմեծացնի ջրհեղեղների ու սողանքների վտանգը։ Թուրքիայի արևմուտքում գտնվող Բալիքեսիրի նահանգում տեղի ունեցած 6.1 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով 4 շենք է փլուզվել, ըստ Թուրքիայի առողջապահության նախարարի երկրաշարժից տուժել է 19 մարդ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ տեղի ունեցած ուժեղ երկրաշարժից հետո կառավարական մարմինները վերահսկողության տակ են վերցրել իրավիճակը։